Բարև ձեզ, եթերում չեմպիոնի հետն է։ Մենք այսօր ապագա գյուղում ենք, որտեղ իսկապես ապագա կա։ Սա քաղաքական հայտարարություն չէ։ Պարզապես այստեղ է ապրում հայկական մարմնամարզության եւ ինչու՞ չէ նաեւ համաշխարհային մարմնամարզության լավագույն մարզիկներից մեկը, Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր Համլետ Մանուկյանը։ Ողջույն Համլետ, մենք այսօր եկել ենք քեզ հետ ամանորյա տոնածառը զարդարելու եւ ինչու՞ չէ նաեւ ամանորյա երազանքների մասին խոսելու։ Դե ինչ գնացինք։ Համլետ, նախ շնորհակալություն, որ համաձայնվեցիր ամանորյա տոնածառը միասին զարդարենք, ինձ հետաքրքիր է միշտ ես տոնածառը դու զարդարում։ Չէ, ճիշտն ասած տոնածառը ընդհանրապես չեմ զարդարում։ Եղբայրս է հիմնականում միշտ զարդարում տոնածառը։ Ես էլ ձեռ հետ օգնում եմ էլի ինչքան։ Իսկ կա խաղալիք, որը միշտ դու ես կախում ու հատուկ խորհուրդ ունի։ Չէ, այտենց խորհուրդով խաղալիք չկա, որ միշտ ես եմ կախում։ Զուտ կարող է զարդարելու ժամանակ գամ մի հատ խաղալիք ես կախեմ էլի եղբորս հետ։ Դե քանի որ այս տարի ձիու տարի էլ, ձին էլ այս տարվա խորհրդանիշն է լինելու, քեզ փոքրիկ նվեր ու խնդրեմ երազանք պահելով կախես առաջին խաղալիքը։ Շնորհակալ եմ շատ։ Համլետ, ամանորի հետ կապված ինչ հետաքրքիր նվեր է ստացել, թեկուզ մանկության տարիներին ծմեր պապիկից մեզ բոլորիս կողմից շատ սիրված։ Ես ասած փոքր ժամանակվանից հիմնականում ես ժամեր եմ ուզել ծմեր պապիկից։ Ժամեր շատ եմ սիրում ու հիմնականում այդ նվերն եմ հենց ստացել ամանորի գիշերը փոքր ժամանակվանից սիրել եմ ժամացույց։ Ինչով է պայմանավորված դա։ Չգիտեմ ինչով, զուտ սեր ունեմ ժամացույցների հանդեպ։ Չեմ կարող ասեմ ինչով պայմանավորված, փոքր ժամանակվանից շատ եմ սիրում։ Ինչ շարունակենք զարդարել տոնածառը։ Հա, շարունակենք։ Համլետ, եթե այս տարվա Եվրոպայի չեմպիոնությունը լիներ խաղալիքի տեսքով, ինչպես կլիներ նա։ Դե չեմպիոնությունը ինձ թվում է որ հենց կապված եմ գործիքի հետ, նժույգ թափերի հետ, ինձ թվում է նժույգ թափերը կլիներ խաղալիքը հետ։ Համլետ, ամանորը մարզիկների համար նույնն է ինչ բոլորի համար, թե ուղղակի ձեզ համար սա մի փոքր հանգստյան օրեր են։ Ձեզ ճիշտ ասած ամանորը կոնկրետ ինձ համար հա մի քիչ հանգստանում ենք մի երկու օր ու նորից նոր նպատակներով, նոր երազանքներով սկսում ենք պարապելը, որ այդ տարում ինչքան մրցում ունենք կարողանանք լավ հանդես գալ։ Իսկ հիմա նոր նպատակների սկիզբ է հենց ինձ համար ամանորը։ Գոհ ես 2025-ից։ 2025-ը ինձ համար լավ ստացվեց, լավ սկսվեց, ուղղակի աշխարհարաշինությանը ցավոք սրտի իմ կատարած կոպիտ սխալի պատճառով զրկվեցի մեդալից եւ 4-րդ տեղը գրավեցի։ Դրա համար եմ շատ ցավում, բայց աշխատում եմ, որ այդ նույն սխալը չկրկնվի հաջորդ մրցումներին ու կարողանամ արդեն աշխարհից էլ մեդալ ունենալ։ Շարունակենք։ Ահա, շարունակենք։ Համլետ, նշեցիր, որ տոնածառը դու չես զարդարում, բայց ինձ հետաքրքիր է ընդհանրապես մասնակցում ես ամանորյա նախապատրաստական այդ գործողություններին, խորոված է, մնացած բաներն բուդ է։ Չեսն ասած այդ ամանորյա գործընթացներին չեմ մասնակցում, ընտանիքիս անդամներն են անում, հայրիկս են այդ ամեն ինչը անում, ու արդեն նոր տարվա գիշերը, ճիշտ ասած մենք եկեղեցում ենք դիմավորում ամեն տարի եւ արդեն հետո գալիս ենք տան ենք նշում։ Ամանորյա ուտեստներից ո՞րն ես ամենաշատը սիրում։ Ամանորյա ուտեստներից հենց բուդն եմ ամենաշատը սիրում, խոզի։ Ու բլինչիկ։ Բոլոր ուտելիքների հետ կապված այդքան սիրած ուտելիքներ չունեմ, բայց այնպես է չի որ շատ եմ ուտում, էլի մեր գրաֆիկին հետևում ենք, որպեսզի չչաղանանք։ Այսինքն ստացվում է, որ մարմնամարզիկները նաև պետք է չափով սնվեն։ Դե մեր մոտ քաշային կարգեր չկան, որ
քաշի հետ ինչ որ խնդիրներ ունենանք, բայց հիմնականում մենք աշխատում ենք չափով սնվել, որ գործիքի վրա մեր հենց թեթև լինենք ու մեզ լավ զգանք, որպեսզի վարությունները ավելի թեթև ու լավ կատարենք։ Համլետ, ձեր ընտանիքը չեմպիոնական ընտանիք է, գիտեմ, եղբայրդ էլ է սպորտով զբաղվում։ Կպատմես նրա մասին, որովհետև գիտեմ, մեր ոչ բոլոր հեռուստադիտողները նրան գիտեն։ Հա, եղբայրս էլ է սպորտով զբաղվում, ըմբշամարտով է զբաղվում, հենց մեր գյուղում այս տարի դարձավ մինչև 15 տարեկանների Հայաստանի փոխ-չեմպիոն։ Ու ապա տեսնենք ոնց կստացվի հետագայում։ Իսկ ոնց նա չընտրեց քո ուղին, այլ գնաց ըմբշամարտի։ Դե իր կառուցվածքը մի քիչ համապատասխան չէր մարզությանը, ու հենց որ ըմբշամարտի դահլիճն էլ գյուղում ավելի հեշտ է, այդ ամեն ինչու հետ ճանապարհը, որ Երևան չհասնել, ու հենց ըմբշամարտով զբաղվեց։ Ինչ երազանք էիր պահել 2025-ին։ Դե երազանքներս, այս ալջիջ նպատակներս գնալով ավելացել է 2025-ին, սկզբում աշխարհի գավաթներն էր, կարողացա հաղթել, հետո Եվրոպայի առաջնություններ, այդտեղ է կարողացա ոսկե մեդալ նվաճել, համաշխարհային ուսանողական խաղերին նույնպես, եւ վերջին մրցումները ու ամենակարևոր մրցումներն էր աշխարհի առաջնություններ, որ շատ էի պարապել ու նպատակս էր, որ կարողանամ աշխարհայությունից մեդալով վերադառնալ, բայց ցավոք սրտի չստացվեց։ Դրան դեռ կանրադառնանք։ Ինձ հետաքրքիր նաև աշխարհի գավաթի խաղարկությունը, որտեղ դու բացարձակ հաղթող դարձար։ Դա քեզ վստահություն տվեց։ Հա, աշխարհի գավաթի հաղթանակները շատ վստահություն տվեց ու մյուս մրցումներին ավելի վստահ եմ մոտենում։ Այդ լարվածությունն էլ արդեն գնալով ամեն մրցումներին քչանում էր ու աշխարհաշնչյանը համարյա չկար։ Այդ 3 հատ աշխարհի գավաթը հաղթելը ինձ շատ մեծ վստահություն տվեց։ Հետո արդեն Եվրոպայի առաջնություններ, որտեղ ոսկե նվաճման կրկին հասար, ընդ որում հաղթեցիր շատ փորձառու մարզիկներ, որոնք մինչև այդ էլ էին հաղթանակներ ունեցել, տիտղոսակիր էին, մարզիկներ, որոնք նույնիսկ քեզնից կրկնակի մեծ էին։ Հա, Եվրոպայի առաջնությունը դե մեծահասակների Եվրոպայի առաջնությունն է, բոլորը գալիս են արդեն Եվրոպայի ու ուժեղակույններն են, կարողացանք մեր վարությունները կատարել այնպես ոնց որ կատարում ենք մարզումների ժամանակ ու ես առաջի տեղը գրավեցի, իմ ընկերը Մամիկոնը երկրորդ տեղը գրավեց։ Շատ ուրախ էինք ու հպարտ էինք։ Խոսենք նաև Մամիկոնի հետ ձեր ընկերության, ձեր մրցակցության մասին, գործիքի մոտ դուք մրցակից եք, բայց նաև գիտեմ, որ լավ ընկերներ եք։ Հա, մենք շատ լավ ընկերներ ենք, մարզումների ժամանակ, մրցումների ժամանակ իրար օգնում ենք, ամեն հարցով ինչ որ իրանա պետք, ինչ որ ինձ է պետք, ինքն է օգնում։ Մրցման ժամանակ մրցակիցներ ենք, բայց մենք երբեք իրար մրցակցի աչքով չենք նայել։ Մենք բարձրանում ենք գործիքի վրա, որ մեր վարությունները լավ կատարենք, երկուսս էլ ոնց որ կարողացել ենք կատարել մարզումների ժամանակ։ Ու մեկս էլ որ թերանում է, մյուսը փորձում է իր բաց թողածը լրացնի ու ավելի լավ կատարի իր վարությունը։ Համլետ, 17 տարեկանում մոտենալ Եվրոպայի գործիքի աշխարհի գավաթի խաղարկության մրցահարթակ, հասկանալով, որ դիմացը տիտղոսակիր մարզիկներ են, հոգեբանորեն ինչ վիճակում ես եղել։ Դե, ճիշտ ասած, հոգեբանությունը ամենակարևոր բաներից մեկն է սպորտի մեջ։ Դու կարող ես մարզումների ժամանակ շատ լավ կատարես քո վարությունը, շատ ուժեղ լինես, բայց մրցմանը չկարողանաս կատարել, հենց այդ լարվածությունը չթողնի, որ դու քո լավ կատարումը անես, այդ փորձին հենց, բայց մենք կարողանում ենք փառք Աստծո, որ մրցումների ժամանակ լարվածությունը մեզ այդքան չի խանգարում ու մեր վարությունները լավ են կատարում։ Հաճախ ես խոսում աշխարհի առաջնության սխալի մասին, կարծես դա քեզ շատ են գճել։ Հա, ասած աշխարհի առաջնությունը շատ ցավոտ էր ինձ համար, որովհետև իրոք շատ լավ էի պատրաստ, մեր մարզիչները ինձ շատ լավ էին պատրաստել այդ մրցումներին ու ամեն ձևով պատրաստ էի, ուղղակի չեմ կարող ասեմ ինչ կատարվեց հենց այդ վերջի պահին, որ այդպես էի բաց թողում տեղի ունեցավ ու զրկվեցի մեդալից։
Ինչ էր կատարվում քո ներսում, երբ կանգնեցիր Եվրոպայի առաջնության ամենաբարձր պատվոհարթակին։ Ճիշտ ասած բարերով անբացատրելի է։ Դու այդքան մի տարի չէ, ամբողջ կյանքդ պարապում ես, որ կարողանաս Եվրոպայի աշխարհի առաջնություններից մեդալ նվաճել օլիմպիական խաղերից ու այդ ստացվում է քո մոտ ոնց որ քո այդ ամբողջ կյանքի պարապած քո աշխատանքը գա քո աչքերի առաջ ու շատ ուրախ ու հպարտ ես լինում, որ քո ազգի համար կարողացար մեդալ նվաճել եւ քո հիմնահանջում եւ դրոշն ավերը բարձրանում։ Վստահ եմ ձգտելու ես դեպի Լոս Անջելեսի օլիմպիական խաղեր։ Արդեն հասցրել ես մտածել այդ մասին։ Դե Լոս Անջելեսի համար հələ մոտավորապես 2 տարի ժամանակ կա, բայց օլիմպիական խաղերը միշտ մտքում է, օլիմպիական խաղերը մեդալը հենց դրա համար են ոնց որ ինձ թվում է բոլոր մարզիկների նպատակն է դա է օլիմպիական խաղերից մեդալ նվաճել, դառնալ օլիմպիական խաղի չեմպիոն։ Ես էլ հենց այդ մտքով քնում արթնանում եմ, բայց դեռ օլիմպիական խաղեր կա, Եվրոպայի առաջնություններ, աշխարհի առաջնություններ, մինչև այդ հասնելը պետքա կարողանանք բոլոր մրցումներին էլ լավ մասնակցել։ Որոշել ես ինչ երազանք ես պահելու 2026-ի գիշերը։ Այդպես ճիշտ ասած ես երազանքներ չեմ պահում, ավելի շատ նպատակներ եմ ունենում ու 26 թվականին ես նպատակ ունեմ բոլոր մրցումներին, որին որ կմասնակցեմ, այդ մրցումներից վերադառնամ առավելագույն իմ կատարած աշխատանքը, որը որ կարող եմ կատարեմ մարզումների ժամանակ, նույնը կատարած մրցումներին վերադառնամ ու մարզիչները գոլ լինեն ինձանից։ Այդ արդեն իմ համար մեծ բան կլինի էլի։ Համլետ ինձ միշտ հետաքրքիր է եղել ու իմ համար դա պարզապես ֆանտաստիկ է։ Ոնց է կարողանում այդ սուղ պայմաններում, երբ չկան նորմալ գործիքներ, երբ չկան նորմալ պայմաններ, նորմալ հանդերձարաններ, հասնել այսպիսի հաջողությունների։ Դա իմ համար պարզապես անհնարինը հնարավոր դարձնելու մի բան է։ Դե ավելի շատ կապված է մարզիչները, մեր մարզիչների այդ ամեն հմտություններին տիրապետելու հետ, այդ բոլոր ամեն մանրուքներին ուշադրություն դարձնելու հետ, նրանք մեզ ամեն ինչ անում են, որ մենք կարողանանք մրցումներից մեդալներով վերադառնանք այդ պարապմունքների ժամանակ ու ինձ թվում է այդ իրենց կատարած մեծ աշխատանքի արդյունքն է։ Մարմնամարզությունը որքան էլ անհատական մարզաձև է, բայց կարծում եմ թիմը շատ կարևոր է։ Դե հա, թիմը շատ կարևոր է, մեր թիմով մեկս մյուսին աջակցում ենք։ Մեր թիմի մեր ավակ ընկերները մեզ շատ են օգնում, Արտուր Դավթյանը, Վահագն Դավթյանը, Հարություն Մերդինյանը, մնացած բոլորը մեզ շատ օգնում են պարապմունքների ժամանակ, մրցումների ժամանակ, որ կարողանանք այդ բոլոր հոգեբանական վիճակները հաղթահարել ու շատ շնորհակալ ենք նրանցից։ Որն է մարմնամարզությունում ամենակարևորը։ Ճիշտ ասած, մարմնամարզության մեջ շատ կարևոր բաներ կան, որ մեկը մյուսի հետ փոխկապակցված է։ Դու ինձ ասացիր, որ սննդակարգին եմ լուրջ հետևում։ Էլ ուրիշ ինչ կա։ Մարմնամարզության մեջ ինձ թվում է ամենակարևորը մաքրությունն է, որ դու քո կատարած վարությունները մաքուր կատարես։ Հիմա մեր մարմնամարզության մեջ այնպես է, որ եթե երկու մարզիկ նույն գնահատականն են ստանում, առավելությունը տրվում է ավելի մաքուր կատարած մարզիկին։ Ինձ թվում է մաքուր աշխատանքը շատ կարևոր է ու մեր մարզիչները հենց դա էլ մեզնից պահանջում են միշտ։ Իսկ մարզումների ժամանակ ամենադժվարը որն է եղել է, որ հիասթափվես, եղել է, որ ասես, «Էլ պարապմունքի չեմ գնում»։ Հա, հիասթափություններ եղել է փոքր ժամանակ, որ չեմ ուզեցել պարապեմ, բայց ինձ օգնել են իմ ծնողները, իմ մարզիչները, ու նորից սկսել եմ մարզվել ու շնորհակալ եմ նրանցից, որ ինձ հետ են պահել ճանապարհից։ Խոսեցինք տարբեր բաներից, բայց չխոսեցինք, թե ինչպես ստացվեց, որ հայտնվեցիր մարմնամարզության աշխարհում։ Ճիշտ ասած, սկզբում ես հայրիկս ինձ բերել եմ մարմնամարզության, որ հետո տեղափոխվեմ ըմբշամարտի, որովհետև մեր գյուղում ըմբշամարտի մարզադպրոց կա ու հիմնականում բոլորը ըմբշամարտով են մարզվում։ Բայց հետո մարմնամարզության մեջ հաջողություններ գրանցեցի ու սիրեցի մարմնամարզությունը ու հետո ես էլ անձամբ չուզեցա որ գնամ ըմբշամարտ։
Հուսով եմ նույն տարբերակով եղբորդ պահը չի եղել նրան տանեն ըմբշամարտի, որ հետո բերեն մարմնամարզության։ Չէ, դե հիմնականում սպորտաձևերը այնպես է, որ սկզբում մարմնամարզության են բերում, որովհետև դա շատ օգնում է հետագայում ուրիշ սպորտաձևերի համար ճկունություն, արագություն ձեռք բերելու։ Համլետ, ինչ նպատակ ես դնելու 2026-ին, որն է լինելու գլխավոր նպատակը։ Դե գլխավոր նպատակս, որ այս տարի աշխարհի առաջնությունը չստացվեց, աշխարհի առաջնությունն է լինելու, տեսնենք, եթե ես մասնակցեմ մրցումներին, ինձ թվում է այդ կլինի, բայց մինչև աշխարհի առաջնություն շատ մրցումներ կան, աշխարհի գավաթներ, Եվրոպայի առաջնություն, ու փորձելու եմ իմ առավելագույնը ցույց տամ, տեսնենք ոնց կստացվի, շատ աշխատանք է արդյունքում։ Ինչպես կցանկանաս, լինի ոսկե մեդալ, թե լինի անթերի լավագույն արդյունք, բայց ինչ որտեղ նաև արծաթ այդպես շատ է եղել, ընդ որում Արթուր Դավթյանի մոտ։ Դե իհարկե ոսկե մեդալը շատ կցանկանամ։ Անկախ նրանից միավորների որքան կլինեն, մաքրությունը որքան կլինի։ Դե եթե ոսկե մեդալ ունենամ, ինձ թվում է արդեն բոլորն էլ գոհ կլինեն, բայց դե եթե իմ կատարած վարությունը, լավ չկատարեմ իմ վարությունը, մարզիչները ինձ թվում է գոհ չեն լինի, ավելի լավ է թող արծաթե մեդալ լինի, բայց ես իմ կատարած վարությունը լավ կատարեմ ու մարզիչներն էլ գոհ լինեն ինձանից։ Դե ինչ շարունակենք տոնածառը զարդարել, կարծես կիսատ է։ Համլետ, իսկ մեդալներդ որտեղ են։ Մեդալներս իմ սենյակում են, կարան գնանք ցույց տամ։ Համլետ, փորձեցի հաշվել մեդալների թիվը, ըստ իս 100-ն անցնում են, իհարկե սա ստույգ թիվը չէ։ Որն է առաջին մեդալդ եղել ու ինչ մրցաշարում ես նվաճել։ Առաջին մեդալը Էջմիածնի առաջնությունն էր, ու այս մեդալն է, երկրորդ տեղը գրավեցի, ու այդտեղից էլ ինձ արդեն սկսվեց իմ կարիերան։ Երկրորդն էիր, դա պարտավորեցրեց, որ հետագայում առաջինը լինես։ Դե հա, երկրորդ տեղը գրավելը ավելի է մոտիվացնում, քեզ ավելի է պարտավորվում, որ լավ ավելի պարապես, որ մյուս մրցումներին առաջինը քոնը լինի։ Իսկ այս մեդալների մեջ որն է ամենաարժեքավորը, ամենաթանկը քեզ համար։ Բոլոր մեդալներն ինձ համար թանկ են, ու այս բոլոր մեդալների համար ջանք ու եռանդ չեմ խնայել, որ կարողանամ նվաճել։ Մեծահասակներ Եվրոպայի առաջնությունն է, որ հիմա ամենամեծ մեդալս ու ինձ թվում է հենց դա իմ համար ամենաթանկն է։ Դե ինչ, գնանք տոնածառի մոտ, ինչի համար եւ եկել ենք։ Համլետ, եւ վերջում քո մաղթանքը բոլոր նրանց, ովքեր այս պահին կենտրոն հեռուստատեսությամբ դիտում են քեզ։ Մաղթում եմ բոլորին, որ գալիք տարին լինի խաղաղ, անփորձանք ու հաղթանակներով լի տարի։ Դե ինչ ամանորին բոլորը նոր երազանքներ, նոր նպատակներ են պահում։ Տա Աստված, որ մեր բոլոր մարզիկների երազանքներն ու նպատակներն իրականություն դառնան։ Տա Աստված, որ հաղթանակները հայկական սպորտում շատ լինեն ու հայոց եռագույնը միշտ ծածանվի բոլորից վեր։ Եթերում չեմպիոնի հետն էր, իսկ մեր չեմպիոնը Եվրոպայի չեմպիոն աշխարհի գավաթակիր Համլետ Մանուկյանն էր։